Աննախադեպ տարի հարկերի հավաքագրման առումով որքան է կազմելու համայնքի 2012 թվականի սեփական եկամուտը, անակնկալներ ամանորի նախաշեմին հոգսաշատ ընտանիքների ամանորյա հոգսը թեթևացավ, տարվա առաջին խորհրդակցությունն ու առաջին հանձնարարականները, հրդեհված տանիք ու բնակարաններ, ինչպես վերացնել հրդեհի հետևանքները, Բելառուս նկարչու ու սրբապատկերները Ալավերդում կամ համագործակցության մեկնարկը տրված է, ներկայացված թեմաների մանրամասները առաջիկա րոպեների ընթացքում։ 2011 թվականը արդեն ամփոփել են Ալավերդու քաղաքապետարանում, նախանշել են այս տարվա անելիքներն ու արդեն գործի անցել։ Տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը քաղաքապետը սկսեց լավատեսությամբ ու նշեց, որ վերջին տարիների հաջողությունները շարունակություն են ունենալու նաև այս տարի։ Առաջին խորհրդակցության թեման վերաբերում էր համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը։ 2012 թվականին քաղաքապետարանում նախատեսում են նախորդ տարվա համեմատ 11 միլիոն դրամ ավելի հավաքագրել։ Խորհրդակցությունից անմիջապես հետո բոլոր աշխատողներին, կոնկրետ հանձնարարականներ եւ առաջ օրվանից շատ լարված լուրջ մոտեցում հարկերի հավաքագրմանը, պետք է ռիթմիկը ստամիսների կարողանանք հասցնենք, բավական մի ամիս հետնենք, հետո մեծ դժվարությունների ենք հանդիպելու։ Քաղաքապետը նաև հույս հայտնեց, որ 2012 թվականին Ալավերդու քաղաքապետարանը ֆինանսական խնդիրներ չի ունենա, իսկ 2011 ֆինանսական տարին արդեն ամփոփվում է, ինչից հետո կհրապարակվի բյուջեի ֆոնդային մասի մնացորդը։ Հաջորդ ամիս Ալավերդու քաղաքապետը հանդես կգա 2011 թվականի տարեկան հաշվետվությամբ։ Տարեկան արդյունքները լիովին կամփոփենք ու սահմանված ժամկետներում թե ինքներս լուրջ վերլուծության կենթարկենք, թե կներկայացնենք հանրությանը հավանաբար փետրվարի վերջերին ընդունված ավանդույթի համաձայն։ Միքայելյանին կհանձնարարենք կոորդինացնի 2011 թվականի ամբողջ կատարած աշխատանքների հավաքագրումը եւ վերլուծությունը, որպեսզի մենք կարողանանք սահմանված ժամկետում պատրաստվենք ներկայացնելու այն հանրության դատին։ Խորհրդակցության հաջորդ թեման վերաբերում էր տոնական օրերի անցուդարձին։ Քաղաքի կոմունալ ծառայությունը տոնական օրերին աշխատել է, աղբանության առումով խնդիրներ չեն եղել, իսկ կահամաշված ջրագծերի պատճառով քաղաքում վթարներն անպակաս են եղել նաև տոնական օրերին։ Ամենալուրջ դեպքը Սանային կայարան էր, դեռ տոներից առաջ որ ջրմուղի տեխնիկայի անսարքության պատճառով չկարողացան վերացնել, ցավեն խորհրդակցությունից հետո էլի մի հատ նորից կհետաքրքրվես, ինչ վիճակում է մեքենան այսօր գնալու է թե չէ։ 2011 թվականը Ալավերդու համար բարեփոխումների տարի է եղել։ Ակնհայտ են նաև կատարված աշխատանքները, սակայն քիչ է նաև թերություններն ու բացթողումներն, ասում է քաղաքապետը։ Բավականին մեծածավալ ծրագրեր են իրականացվել, բայց ավելի շատ մենք պետք է այսօր կենտրոնանանք թերությունների եւ բացթողումների վրա։ Ալավերդու քաղաքապետարանի վերջին տարիների ձեռքբերումը կարելի է համարել համայնքային բյուջեի եւ եկամուտների հավաքագրման բարձր կատարողականը։ Քաղաքապետը հույս հայտնեց, որ 2012 թվականը այդ առումով նույնպես բացառություն չի լինելու։ Աշխատակազմում արդեն ստացել են առաջին հանձնարարականները։ Ընթացիկ տարին Ալավերդու 2008-2012 թվականների քառամյա զարգացման ծրագրի եզրափակիչ տարին է։ Քանի որ աշնան հավաքանուն ընտրություններ, որից հետո մենք պետք է ներկայացնենք նոր քառամյա ծրագիր, իսկ դա լուրջ փաստաթուղթ է, որը ընկնելու է հետագա 4 տարիների բյուջեի հիմքում։ Եվ ճիշտ չի լինի դա թողնենք վերջի պահին։ Հենց այսօրվանից Միքայելյան նշի, որ քանի որ իրար հետ համահունչ է այս հարցերը, ոչ միայն 11, այլ նախորդ քառամյա ծրագրի կատարման ընթացքը եւ անհրաժեշտ տվյալների վերլուծություն հաջորդ քառամյա ծրագիրը մշակելու համար։ Արտավազդ Վարոսյանը աշխատակազմի մասնագետներին հանձնարարեց սկսել քառամյա ծրագրի կազմման նախապատրաստական աշխատանքները։ 2011 թվականը համայնքի սեփական եկամուտների հավաքագրման առումով եղել է աննախադեպ տարի։ Նախատեսված շուրջ 63 միլիոն դրամի փոխարեն քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում հավաքագրել են շուրջ 67 միլիոն դրամ։ Գերակատարումը կազմել է 3 միլիոն 300 հազար դրամ։ Համայնքի սեփական եկամուտը հավաքագրվել է 105%-ով։ Հավաքագրման նման ցուցանիշ հնարավոր է եղել ապահովել դատական գործերի եւ ապարքներից գանձումներ կատարելու շնորհիվ։ Փոխված է եղել տեսուչների ավելի
նորմալ աշխատանքից, թե ընդհանուր բաժնի եւ ընդհանուր քաղաքապետարանի նվիրվածությանը հավաքագրումների գործին։ 2011 թվականին բոլոր հարկատեսակները բացի հողի հարկից հավաքագրվել են 100 եւ ավելի տոկոսով։ Հողի հարկի հավաքագրման ցուցանիշը կազմել է 80%։ Այս հարկատեսակի թերակատարման պատճառը գյուղական թաղամասերում կուտակված շուրջ 50 միլիոն դրամ հողի հարկի ապարքն է։ Նշեմ, որ քաղաքի հատվածում հողի հարկը կատարվել է 100-ից ավել տոկոսով, հիմնականում ակներ եւ սանային թաղամասերի ապարքների հետ կապված պլանային առումով ստիպված ապարքից եւ տուժից թեկուզ 5% վերցնելով մեծ գումար է կազմում։ Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում 2012 թվականի եւս աննախադեպ տարի է արդեն կազմված ծրագրերի առումով։ Հավաքագրման այսքան բարձր նշաձող շուրջ 74 միլիոն դրամ այս բաժնում դեռ երբեք չեն նախատեսել հավաքագրել։ Քանի որ 74 միլիոն դրամ ինքը շատ մեծ գումար է քաղաքապետարանի բաժնի համար, բայց հուսով ենք ու համոզված ենք, որ 2012 թվականը նույնպես սեփական եկամուտները կատարվելու են 100%-ով։ Սեփական եկամուտի հավաքագրման պլանի ավելացումը կապված է տեղական վճարների մասին օրենքի փոփոխության հետ։ Քանի որ աղբարանության վճարները արդեն իսկ 2011 թվականի հունիսից դարձել է տեղական վճար ու ՍՊ-ն այլևս իրավունք չունի, քանի որ գիտենք տեղական վճարի իրավունք ունի գանձելու միայն համայնքապետարանը, Ալավերդու բարեկարգում ՍՊ-ն որպես ՍՊ-յա հենց գրանցված, դրա համար արդեն աղբանության վճարները եւս հավաքագրում է եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի կողմից։ 2011 թվականին եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժինը դատական 30 գործ է ներկայացրել խոշոր հարկատուների դեմ, որից 2-ը բողոքարկվել է, 13 գործը դեռևս ընթացքի մեջ է, իսկ 15 հարկատուների մի մասը պարտավորագրով վճարում են կուտակված պարտքերը։ Բնակչի դրության մեջ մտնելով, որ միանգամից գումար հնարավորություն չունի վճարելու, պարտավորագիր է կապվում, բազմազ վճարելու պայմանով, իսկ մնացածը վճարվել է միանգամից։ Դա կազմել է, մենք ունեցել ենք գերակատարում 3 միլիոն 300 հազար դրամ, բայց դատական գործերը կազմել է ընդամենը խոսքը գնում է 500-600 հազար դրամի մաս։ Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում փորձելու են 2012 թվականին եւս համայնքի եկամուտները ապահովել 100%-ով, քանի որ հավաքագրված գումարները հասնում են համայնքային բյուջեի վարչական մաս, այսինքն ծախսում են քաղաքում տարաբնույթ խնդիրների հաղթահարման նպատակով։ Բացի այդ, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը հետևում են կառավարությունում։ Տարածքային կառավարման նախարարության, վարչապետի, մարզպետի դիրքորոշումը հենց սեփական եկամուտների մասով, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ ինչ որ միտեղ քաղաքապետարանի հաջողությունները կախված է հենց սեփական եկամուտների հավաքագրումից։ 2012 թվականի բաժնի աշխատանքներում կարևոր ուղղություն է լինելու նաև բազաների ճշտումը, անճշտությունները նվազագույնի հասցնելու աշխատանքները ըստ Արթուր Վարոսյանի կավարտվեն մինչև տարեվերջ։ Ազատամարտիկ Գարեգին Գևորգյանը Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից է, չնայելով ընտանիքի անդամների պատերազմ չգնալու խնդրանքներին մեկնեց Ղազանչի գյուղ։ Մեր երկրապահ կամավորական միությունն էլ ուշ ստեղծվեց, բայց մինչև այդ կար, ասենք, տարբեր կուսակցություններ, չէ՞։ ՀՀՇ կար, բան կար, դե այն ժամանակով թասիբ ուներ, հայրենիքի ջիգ արել, այտենց կարելի ասել, գնում էր տենց բաներին։ Ես զգացի, որ տենց մերս գուլպաներ գործեմ, ես ասի գնում եմ Ղարաբաղ մանճոր աշխատեմ, մերս սենց գարիկ ոնց մանճոր, ասի հա տոկերի գործով եմ գնում, բայց գնացի հրացաններով կռիվանելու։ Սոցիալական դժվարին պայմանները հաղթահարելու համար Գարեգինը նաև պայմանագրային ծառայության է մեկնել, սակայն հիմա առողջական խնդիրներ ունի, չնայած եղած դժվարություններին ազատամարտիկը լավատես է։ Թոշակի վրա մարդ եմ, այս բային, առողջականս սահմաններում վերջերս, որ երկրապահ բանի այդ պայմանագրային ծառայող էի, բայց հոգիս երկրապահ էր ու 4 տարի ծառայեցի, երիկամս փչացավ, նենց ստացվեց, ես զորացրվեցի ինձ որպես ծառայությունը, հիվանդությունը ստացել է ծառայության մեջ, հանեցին, ոնց ասած, զորացրեցին, ես ընկա թոշակի, երիկամս հեռացավ, ես էլ մնացի նորմալ մարդ, բայց կիսառողջ ու երեխեքին էլ հնչվի եմ, մի կերպ պահում եմ։ Ամանորի նախօրեին Գարեգին Գևորգյանի բնակարան այցելեցին ու Ամանորի արդիվ հանրապետական կուսակցության Լոռու տարածքային խորհրդի նախագահի կողմից նվերներ հանձնեցին Ալավերդու փոխքաղաքապետն ու քաղաքապետի խորհրդականը։ Հանրապետական կուսակցության կողմից մատուցված Ամանորի հաճելի անակնկալը ուրախացրեց ու զարմացրեց այս ընտանիքին։
Մեր հանրապետական կուսակցությունը այսօր ամենահզոր կուսակցությունն է ու ինչ անում, մարդկանց մասին է մտածում, որ լավ ապրեն։ Մենք էլ ուզում ենք, որ իրանք էլ այնքան հզոր լինեն, այդ կուսակցությունն էլ, մեր մարզպետն էլ, մեր Հայաստանի բյուջեն էլ այնքան հզոր լինի, որ կարողանան մեր երեխեքը լավ ապրեն, մենք էլ կամ թոշակառուները կամ երեխեքը մեզանից ինչ է հասնում, որ գոյատևենք ու ստեղծագործենք։ Սոցիալապես խոցելի այս ընտանիքների համար հանրապետական կուսակցության անակնկալը ոչ միայն հաճելի էր, այլ նաև կարևոր։ Ամանորյա գնումների հոգսը այս ընտանիքների համար թեթևացավ։ Դորու մարզպետ Արտուր Նալբանդյան եւ հանրապետական կուսակցության կողմից։ Այո։ Ձեզ ավարտել նվեր ձեր նոր տարվա միջոցառման համար։ Այարգաժան մարզպետը ձեզ ցանկանում ամենալավն ու բանին ձեր նոր տարին շնորհավորում։ Շատ շնորհակալություն։ Փոխքաղաքապետի ու քաղաքապետի խորհրդականի հաջորդ կանգառը Շահումյան թաղամասում էր։ Հեչիկյանների ընտանիքում պատահած դժբախտությունը տարեց մարդկանց խնամքին է թողել երկու անչափահասների։ Ամանորյա տոներից առաջ նրանց հյուրերի այցելության նպատակը ոչ միայն նվերներ հանձնելն էր, այլ այս ընտանիքին բաժին հասած դժվարությունների մասին լսելն ու նրանց օգնելը։ Մարզպետ Արտուր Նալբանդյանն ուղարկել է ձեզ համար նոր տարուն ու նաև հանրապետական կուսակցությունը։ Ուղարկել են ձեր նոր տարին շնորհավորել են։ Նախատոնական օրերին հանրապետական կուսակցության Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արտուր Նալբանդյանի կողմից ամանորյա անակնկալ մատուցվեց 20 ընտանիքների։ Նմանատիպ ակցիա անցկացվել է մարզի բոլոր համայնքներում։ Կուսակցության կողմից Ձմեռպապը եղավ քաղաքի բոլոր թաղամասերում եւ հանրապետական կուսակցության կողմից ամանորյա նվերներ հանձնեց երեխաներին։ Նվերներ ստացան նաեւ Ալավերդու մանկաբարձակին էկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ եկած փոքրիկները։ Բելարուս նկարչուհի Յադվիգա Սենկոյի սրբապատկերները մեկ օրով տեղ են գտել Ալավերդու պատկերասրահի ցուցասրահում։ Պատկերասրահում են հավաքվել արվեստի սիրահարներ, դպրոցականներ։ Ալավերդում 2012 թվականի միջոցառումների շարքը այս ցուցահանդեսով սկսել է Ալավերդու քաղաքապետը կարևոր հանգամանք է համարում ու հույս հայտնում, որ ցուցահանդեսը կդառնա ավանդական։ Սա շատ կարևոր միջոցառում է, ոչ միայն այս, այլ ընդհանրապես այն ինչ կատարում է այս բարեկամության շրջանակներում, որ հնարավորություն է տալիս մեր ժողովրդներին ծանոթանալ մեկ մյուսի մշակութային արժեքներին եւ կառուցել մեր հետագա կյանքը եւ համագործակցությունը քրիստոնեական արժեքների հիման վրա։ Ցուցանմուշների մեջ տեղ է գտել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Ի տարբերություն մյուս նկարների, որոնք նորից կվերադառնան Բելարուս, այս մեկը կմնա Հայաստանում։ Առայժմ պարզ չէ, թե որ եկեղեցում Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը նկարելու ցանկությունը եղել է նկարչուհունը։ Սրբապատկերները Հայաստան բերելու նախաձեռնությունը Unicor Limited ընկերության նախագահ Սահակ Անթանեսյանինն է։ Յադվիգան այսօրվա Բելարուսի ամենաճանաչված, ամենահայտնի սրբապատկերներ գրողն է եւ քանի որ դրանք գրվում են Ֆիլարետի, Սրբազան Ֆիլարետի օրհնությամբ, իրենց հոգեվոր առաջնորդի օրհնությամբ, մենք որոշեցինք, որ մի քիչ չարչարվելով հասցնելու ենք իր աշխատանքները ամանորի Սուրբ Ծնունդի օրերին, որպեսզի մեր հարազատ Ալավերդում մեր բնակչությունը հնարավորություն ունենա տեսնել այսպիսի մեծագույն արժեքներ։ Անցյալ տարի եւս նրա նախաձեռնությամբ Ալավերդում կայացավ ցուցահանդես։ Ցուցադրվեցին Բելարուս ֆոտոնկարիչների աշխատանքներ։ Առաջիկայում եւս բազմաթիվ ծրագրեր կան Բելարուսի դեսպանատան հետ։ Համագործակցության ոլորտները տարբեր են լինելու սպորտի բնագավառից մինչև քաղաքների միջև բարեկամություն։ Տուրիստական խմբեր, ցուցահանդեսներ, գիտաժողովներ։ Մեր այս ցուցահանդեսը նվիրված է ուրեմն մենք Վանաձորում ավելի մեծ մասշտաբով ենք ցուցադրելու, լինելու են նաև երկու թանգարաններից տրված ցուցանմուշների ցուցադրություն, որը այստեղ փոքրության պատճառով, պատկերասրահի փոքրության պատճառով մենք ամբողջությամբ չկարողացանք ցուցադրել եւ նվիրվում է Յակուբ Կոլասի Յանկա Կոպալայի 130-ամյակներին, Մաքսիմ Բոգդանովիչի 120-ամյակին։ Չնայած սրբապատկերների արվեստը մեծ տարածում ունի սլավոնական ազգերի մոտ, սակայն այն սկիզբ է առել Հայաստանում, ասում է Ախթալայի հոգևոր հովիվը։ Անան նկարիչը միշտ փորձել է նկարել տիրոջը, բայց պատկերացրեք ինչպես հնարավոր է անպարագրելին, անհասանելին, անճանաչելին պարագրել, զետեղել ինչ-որ տարածության անչափելին, չէ՞ որ Աստված անսահման է, անծայրածիր է, անչափելի է, եւ նրան հնարավոր չէ դնել չափերի մեջ, պատկերել, եւ միշտ փորձել է նկարել եւ չի ստացվել իր մոտ։ Տերն էլ որպես Աստված այդ ամենը
տեսել, նկատել է եւ անձեռակեր դաստարակը որտեղից է գալիս, վերցնում է թաշկինակ եւ իր պատկերն է երևակում, դաստարակը նույն թաշկինակն է, թաշկինակի վրա եւ հանձնում է սուրանդակներին, ովքեր եւ բերում են այդ պատկերը Հայաստան, որը նպաստում է Աբգար թագավորի հիվանդության բուժմանը։ Այստեղից ենք մենք առհասարակ ողջ համաշխարհային մարդկության պատմության մեջ իմանում, թե ինչպիսին է եղել Քրիստոս Տիրոջ դեմքը։ Ալավերդում սրբապատկերների ցուցադրությանը ներկա է նաև Հայաստանում Բելարուսի դեսպանի առաջին քարտուղար Վալերի Գորկան, ով նշում է, որ երկու երկրների համագործակցությունը նկատելի է հատկապես մշակույթի ոլորտում։ Սրբապատկերները կցուցադրվեն նաև Վանաձորում, այնտեղ կցուցադրվեն նաև բելարուսական թանգարանների ցուցանմուշներ։ Էնգելսի 6 շենքի 22 բնակարանում հունվարի 5-ի առավոտյան բռնկված հրդեհը գրեթե ամբողջությամբ այրել է Գեորգի Բերժանյանի բնակարանը։ Հրդեհը հասել է նաև հարևան բնակարան։ Հրդեհվել է նաև շենքի տանիքի մի մասը։ Հրդեհված շենքի բնակիչների հետ հանդիպման են եկել Ալավերդու քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Շենքի տանիքի 1/3-ը վնասվել է հրդեհից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել եւ բնականաբար գործողություններն էլ պետք է լինեն օպերատիվ եւ adekvat։ Իհարկե որևէ մեկը չէր նախատեսում sense դեպք եւ բնականաբար ֆինանսապես էլ պատրաստ չենք, առավել եւս հաշվի առնելով որ տարեսկիզբ է եւ որևէ ֆինանսական հնարավորություն այս պահին չկա։ Այնուամենայնիվ խնդիրը սուր է եւ բնակիչների ճիշտ չեմ համարի դժգոհությունը, որովհետեւ բոլորս էլ այս պահին տուժած կողմ ենք հանդես գալի։ Եվ շենքի բնակիչները, որոնց բնակարանների մի մասը վնասվել է հրդեհի պատճառով։ Ամբողջ տանիքի վերանորոգման համար հարկավոր է շուրջ 10 միլիոն դրամներ դնել։ Ֆինանսական տարին նոր է սկսվել, քաղաքապետարանը առայժմ նման միջոցներ չունի։ Ավարտված են նաև երկրորդ փուլի կապիտալ ծրագրերը, սակայն Ալավերդու քաղաքապետարանում փորձում են միջոցներ գտնել տանիքի մասնակի վերանորոգման համար։ Մենք մի քանի տարբերակ ենք մշակել, ամենաքիչ ծախսատարից մինչև լիարժեք շենքի տանիքի վերանորոգումը։ Առաջնահերթ կսկսենք հենց վնասված մասի վերականգնումով, որպեսզի շենքի տանիքը արդեն փակ վիճակում լինի, աշխատանքների ընթացքում զուգահեռ շարունակվելու է ֆինանսական միջոցների համապատասխան գումարի հայթայթման գործընթացը, եթե պարզվի, որ մենք հնարավորություն ստեղծենք ամբողջ շենքի տանիքի վերանորոգման, ապա աշխատանքները կշարունակվեն ամբողջ ծավալով։ Եթե ոչ, գոնե առնվազն մինիմում անհրաժեշտ աշխատանքները կատարվելու են հնարավորինս սեղմ ժամկետներում։ Գեորգին ապրում է հոր հետ, բնակարանը ջեռուցում էին փայտե վառարանով։ Հերթական անգամ էլ փայտի էր գնում, երբ շենքի տանիքից նկատեց, որ իրենց պատշգամբն այրվում է։ Բարեբախտաբար բոլոր բնակիչները հասցրել են ժամանակին լքել բնակարանները։ Հրդեհից տուժածներ չկան։ Գեորգին ու իր հայրը առայժմ տակում են հրդեհված բնակարանի սենյակներից մեկում, որը չի վնասվել, իսկ նրանց ամբողջ գույքը արվել է։ Մենակ Շուշաբանդը զալը ու կուխնյա։ ու տեղաշորը դե Շուշաբանդումները տիկենենք, տեան բռնվեց, տախալադին նիկաբան սաղ թապել եմ։ Ռոման Գալստյանը այս շենքի բնակիչ է, իր բնակարանի պատի մի մասն է վնասվել ջրից, սակայն նա անհանգստանում է ոչ թե բնակարանի, այլ շենքի տանիքի համար։ Քաղաքսովետի նախագահի մոտ եմ գնացել առաջորը, խնդրել որ գա գոնյա տանիքը։ Այն մնացած վնասները դեմ իրանք չեն կարող այդքան վնասել։ Պրոստ խնդրեցինք որ գան տանիքը փոխեն, դե արտակարգ վիճակ է, պետք է փոխվի։ Հիմա եթե չփոխվեց, լրիվ եկա ձույնը անձրևա էլի պիտի հալի տները լցվի։ Շենքի բնակիչների մի մասն էլ տուժել է ոչ թե հրդեհից, այլ բնակարանը լցված ջրից։ Ռոզիկ տատի բնակարանը չի տուժել, սակայն նա վախեցել է հրդեհից։ Ես տանն էի, ինձ կան չչին դուսարի։ Ես գիտեի թե ինչ է լոլը կա։ Մնալ տանում բոցավառած վարում է, բայց իմ տանը բալկոնում է ջուրը թափվել էլի թամուր։ Բնել է Շուշաբանդով որ բռնել են, թափվել է։ Ինձ մի բան էլ չի։ Շենքի բնակիչները հույս ունեն, որ կարճ ժամանակում կլուծվի շենքի տանիքի խնդիրը, իսկ առայժմ հրդեհից տուժած շենքի բնակիչները բնակարաններից հանում են այրված իրերը, իսկ դրանք տեղափոխում է քաղաքի կոմունալ ծառայությունը։